Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է։ Այսօր զրուցելու եմ Վաղարշապատ համայնքի ավականու ընտրություններին մասնակցող Հաղթանակ դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Հրանտ Ավետիսյանի հետ։ Պարոն Ավետիսյան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հոկտեմբերի 22-ից մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։ Ինչպիսի իրավիճակ է Վաղարշապատում, ոնց եք սկսել քարոզարշավի պայքարը։ Մենք քարոզարշավի առաջի օրը ունեցել ենք ծրագրի ներկայացում, որը եղել է որպես այդպիսին բացման արարողություն եւ հաջորդ օրվանից սկսած մենք յուրաքանչյուր օր պլանավորած ունենք առնվազն 2 կամ 3 հանդիպում, կախված թե որքան բնակչություն ունի տվյալ հատվածը եւ մենք առաջնահերթ դրել ենք մեր հանդիպումները սկսել ենք ծայրամասերից ավելի, ինչի համար, որովհետեւ ծայրամասերը մի փոքր ավելի այնտեղի բնակիչներն են ասում, որ անտեսված են, երեք մենք 2 հանդիպում ենք ունեցել, 2 տեղն էլ մարդիկ ունենալով բազմաթիվ խնդիրներ նշում են, որ իրենց տեխնացուները եւ հետո արդեն իսկ ընտրվողները հիշում են միայն ընտրություններից ընտրություն, այսինքն մարդկանց խնդիրները արդեն 30 տարի է շարունակական մնում են, գալիս են խոստումներ տալիս են, բայց այդ խոստումները մնում են այդպիսին։ Երեք քաղաքացիները նույնիսկ անվանական թվարկում էին, թե որ քաղաքապետը իր որ քարոզարշավի ժամանակ ինչ խոստումներ է տվել իրենց եւ դրանք մնացել են այդպիսին եւ մարդկանց մեջ հավատը արդեն իսկ կորել է, քաղաքացիները իրենք էին նշում, որ եթե անգամ հրեշտակ էլ գա ու խոստանա, որ ինչ որ մի բան կանի այդ խնդիրների լուծման համար, իրենք 100%-ով չեն հավատալու եւ մեր թիմը իր արժեվ խնդիր է դրել այդ մարդկանց մեջ հավատը առաջի հերթին վերականգնելու, որովհետեւ երբ համայնքի ղեկավարը ընտրվում է, չի ընտրվում այնտեղ վերևում միայն աթոռին նստելու համար։ Այդ մարդը ընտրվում է, որ այդ խնդիրները, որոնք որ ինքը ուսումնասիրել է նախընտրական փուլում, հնարավորություն ունենա ավելի խորքային ուսումնասիրելու եւ շատ արագ լուծումներ տալու համար։ Եթե շարունակական մարդիկ սկսեն սպասելը, կանցնի եւս, չգիտեմ, 5 տարի կամ կլինեն արտահերթ ընտրություններ մի քանի տարի եւ մարդիկ կմնան իրենց այդ կոտրած տաշտակի առջեւ։ Դուք նշեցիք, որ մարդիկ դադարել են հավատալ, քանի որ ունեն բացասական փորձառություն։ Հավատի բացակայությունը ենթադրում է նաև, որ ընտրություններին մասնակցելու հարցում այդքան էլ ակտիվություն չեն դրսևորի։ Այս հանդիպումների ընթացքում նույն ծայրամասերում գտնվող բնակավայրերի բնակիչների հետ այդ տպավորությունը ձեզ վրա թողեցին եւ կարողանում եք համոզել մարդկանց, որ ընտրություններին ձեր մասնակցությունը կարեւոր է։ Կարծում եմ այս ընտրություններին մասնակցությունը մի փոքր ավելի բարձր կլինի շեմը, քան եղել է նախորդ տարի Վաղարշապատ համայնքում, հիմա նաև Վաղարշապատ համայնքը խոշորացվեց միանալով Խոյ համայնքին, դա էլ բնականաբար ընդհանուր թվի վրա ազդեցություն կունենա եւ ընդհանուր տոկոսայինն էլ բարձր կլինի, որովհետեւ նախորդ ընտրություններին մենք նույնպես մասնակցել ենք եւ այն ժամանակ մարդկանց հետ հանդիպումները, տեսեք, պատերազմից հետո միանգամից եղավ ազգային ժողովի ընտրություններ եւ հետո եղավ Վաղարշապատում ընտրություններ, մարդկանց հիասթափությունը ավելի շատ էր եւ հիմա մարդիկ տեսնելով արդեն մեր թիմին, տեսնելով թե ինչ ծրագրեր ենք մենք առաջարկում իրենց եւ այդ ծրագրերի լուծման համար արդեն իսկ ինչ նախադրյալներ ունենք, կարծում եմ, որ մարդիկ կվստահեն մեզ եւ ավելի մեծ կլինի իրենց մասնակցությունը, որովհետեւ Փարաքար համայնքի օրինակը ունենալով մենք մեր աչքի առջև քաղաքացիները հասկացան, որ իրենց քվեն իրոք կարող է որոշիչ լինել եւ չնայած այդ վարչական ռեսուրսի կիրառմանը, չնայած նրան, որ իշխանությունները փորձում են ամեն ձև քաղել ինչ որ առավելություններ ունենալով պաշտոններ, այսինքն 3 ԿՊԱ-ական տեխնացուի քարոզարշավի ժամանակ իր հետ միասին քայլում էր նաեւ տեղի էլեկտրական ցանցերի ղեկավարը։ Այսինքն իրենք այդ ամեն ինչը կիրառելով անգամ չեն կարող ունենալ ժողովրդի վստահությունը այնքան, ինչքան որ մենք։ Իսկ դա եղել է ԿՊ-ի կողմից թույլ տրված միակ վարչական խախտումը։ Ոչ, վարչական այդ խախտումները բազմաթիվ են, նույնը
քաղաքապետարանում 1 օր առաջ ես ինքս գնացի դիմում հանձնելու եւ այնտեղ ուղղակի աշխատակից չկար, որ հասկանային այդ դիմումին ինչ պատասխան պետք է տային, այսինքն ես իմ Facebook-յան էջում էլ էի գրել դրա մասին, որ նույնիսկ հեռախոսազանգի պատասխանելու ժամանակ չունեին բաժնի պետերը եւ այդ քարտուղարության աշխատակիցները իրենց ղեկավարների հետ շփվում էին voice ուղարկելով եւ սպասում էին, երբ պատասխանը կգա, այսինքն քաղաքապետարանի աշխատանքը ամբողջովին պարալիզացված էր այդ ժամանակ։ Պատճառը այն է, որ այդ ամբողջ անձնակազմը ստիպված զբաղված է Նիկոլի թեկնածուի քարոզարշավով։ Եվ դրանից բացի նաև մենք ունեինք դեպք, որ պաստառները փակցնելու համար լրագրողը արձանագրեց դա, որ ՔՊ-ի պաստառները փակցնելու համար օգտագործվում էր քաղաքապետարանի բարեկարգման բաժնի այդ ավտոտեխնիկան եւ աշխատակիցները, այսինքն համ վարորդը, համ վերևում գտնվող պաստառներ փակցնողները այդ ժամանակ պետք է զբաղված լինեին վաղարշապատ համայնքը բարեկարգելով, փոխանակը տենց չագուչ ու մեխով պատին պաստառ էին կպցնում, որոնց կյանքը տևեց ընդամենը 12 ժամ եւ 12 ժամ հետո սկսեցին այդ պաստառները հետ հանել։ Ինչու խնդիրը որն էր։ Խնդիրը նրանում է, որ իրենք տենց որոշել էին, որ պաստառները թույլ չտալով պատերին, շենքերի պատերին փակցնելով իրենք մյուս տեխնացուներին դրանով կնեղեն, այսպես ասած, չակերտավոր, բայց իրենք կարող են իրենց թույլ տալ, բայց օգտագործելով վարչական լծակները։ Օգտագործելով, այո, վարչական լծակները, տեսեք, իրենց ասել են, որ դուք իշխանության եք կարակ այդ վարչական ռեսուրսը օգտագործեք, լսել են իրենք այդ դրա մասին, բայց չգիտեն թե ինչպես պետք է անել այդ ամեն ինչը, էլի մոտավոր իրանք պատկերացնում են, որ ինչ ուզենք կանենք, սա մեր քաղաքն է, բայց իհարկե դա նրանց ոչ մեկ թույլ չի տա եւ կան ոստիկանությանը հղում տալով շտաբ պարտադրեց, որ այդ պաստառները այնտեղից պետք է դուրս գան եւ նույն այդ բարեկարգման բաժնի աշխատակիցները, որոնք զբաղված էին այդ պաստառները փակցնելով, մի քանի ժամ հետո սկսեցին շրջել ամբողջ քաղաքով եւ շենքերի պատերի վրայից դրանք հանել։ 8 քաղաքական ուժ է մասնակցում վաղարշապատ համայնքի ավականուն ընտրություններին, որոնք են հիմնական ֆավորիտներս ձեզ։ Ֆավորիտը միանշանակ հաղթանակ դաշինքն է Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ եւ դա արտացոլվեց թե մեր բացման այդ արարողության ժամանակ եւ թե մեր կատարած արդեն քարոզարշավի ժամանակ, թե ինչպիսի քաղաքացիները արձագանք տվեցին մեր քայլերին եւ մեր հետագա քայլերին, այսինքն մենք գնալով մարդկանց հետ հանդիպելով առաջին հերթին ոչ թե ասում ենք մենք ինչ պետք է անենք, մենք մարդկանց հարցնում ենք ինչի կարիք ունեք դուք։ Այսինքն կան գլոբալ խնդիրներ, որոնց մասին միանշանակ տեղյակ ենք եւ մեր ծրագրի մեջ տեղ է գտել դրանց լուծումները, բայց տեղային խնդիրներ կան, որոնք բնակչից լավ ոչ ոք չի կարող ներկայացնել եւ հանդիպումները նրա համար չեն, որ մենք գնանք սարեր խոստանանք եւ վերադառնանք։ Հանդիպումները նրա համար են, որ մենք մարդկանց լսենք եւ քաղաքացիների այդ շփումից մարդիկ ես զգում եի, որ իրանց այդ մարդիկ լավ էին զգում, որ վերջապես եկել են մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց լսելու ոչ թե բարձրախոսը վերցնելու, իրենց խոսքը արագ-արագ կրկնելու եւ գնալու հաջորդ բակում ներկա ստանալու։ Ոչ, մենք քաղաքացիներին ասել ենք, եթե դուք ունեք խնդիր, պետք լինի քարոզարշավը բավականին երկար է։ Պետք լինի երեկոյան ժամին էլ կգանք, պետք լինի վաղ առավոտյան էլ կգանք, երբ մարդիկ աշխատանքի չեն գնացել, կամ մի խնդիր, որը պետք է ներկայացնի ոչ թե մի կամ երկու ընտանիք, այլ 10 ընտանիք, ովքեր ապրում են այդ փոքրիկ փողոցում։ Մենք պատրաստ ենք ու գնալու ենք նորից այն բակեր, այն թաղամասեր, որտեղ կան խնդիրներ, որոնք պետք է քաղաքացին կետ առ կետ մեզ ներկայացնի, որովհետև նստելով աթոռի վրա վերևում եւ վերևից նայելով բոլորին, դրանով քաղաքի կառավարում ընդհանրապես չի ստացվում։ Իսկ որ ուժերին եք դիտարկում ձեզ հիմնական մրցակից։ Որպես այդպիսին հիմնական մրցակից միանշանակ դա ՔՊ-ի տեխնացուն է միայն, այն էլ նրա համար, որ իր անունը կապում են Նիկոլի հետ։ Մարդիկ նրան էջմիածնում հատկապես նրան ճանաչողները շատ քիչ են եւ այն մարդիկ, ովքեր որ մնացել են Նիկոլին հավատարիմ, իրենք միայն կրկնում են, որ Նիկոլը, չգիտեմ, ում էլ նշանակեր այդ պաշտոնին, միանշանակ ընտրելու ենք իրեն։ Հետո
Բացի դրանից ոչ, շատ չեն, բարեբախտաբար գնալով պակասում են այդ մարդիկ եւ ես միայն ուրախ եմ դրա համար եւ հետո Էջմիածնում հատկապես քաղաքում դա վառ արտահայտված է, որ մարդիկ ուզում են ճանաչեն իրենց տեխնացուին, մարդիկ ուզում են հասկանան, թե այդ մարդը որտեղից է գալիս եւ ուր է գնալու։ Մենք Սևակի սա մի փոքր թող Սևակը ինձ ների, բայց անձնական զրույցի հրապարակում կանեմ, մեր անձնական զրույցներում Սևակ Խաչատրյան, այո, մեր դաշնքի ցուցակը գլխավորող, մեր անձնական զրույցներում, երբ դեռ քարոզարշավը չէր մեկնարկել, այտենց շատ ուշ ժամի նստած խոսում էինք այս ամեն ինչի մասին եւ Սևակը մի նախադասություն ասեց, որը ինձ համար կրկնակի մոտիվացում էր, որ պետք է այս ամեն ինչը տանենք մինչև վերջ, հասցնենք մեր նպատակին, ասեց այս քաղաքը կառավարելու համար, այս քաղաքը սիրել է պետք։ Ասեց սրանք չեն սիրում այս քաղաքը։ Սրանք մտածում են մենակ իրենց աթոռի մասին։ Ու այդ խոսքերը ինձ բերեց նրան, որ այո, այս քաղաքը թե երկիրը կառավարելու համար այն սիրել է պետք, այս հողը սիրել է պետք, այս հողը պաշտպանել է պետք։ Ոչ թե մտածել աթոռի մասին, այլ մտածել քաղաքի վաղվա լավ օր ունենալու մասին։ Սրանք անընդհատ կրկնում են խնդիրները լուծենք, լավ, քայլեր չեք ուզում անեք, որ խնդիր չլինի։ Ոչ թե սարքեք խնդիրներ, sense մեծացնեք մի փոքրին, լուծում տակ եւ տես բոլորի աչքը մցնեք, որ գիտեք ինչ կա, այս խնդիրը մենք լուծեցինք։ Ոչ, քայլեր պետք է արվի եւ մեր բոլորիս դեմ առաջադրանք է դրված, որ հիմիկվանից մենք պետք է արդեն իսկ մտածենք ինչ անենք, որ խնդիրներ չլինի։ Մեր թիմը աշխատելու է եղած խնդիրների լուծման վրա եւ նաեւ կանխարգելիչ քայլեր, որ բանը չհասնի այնքան, որ մենք խնդիր լուծենք, հետո դա տենց բնակիչների վրա որպես sense ասած լավություն ծախենք, էլի։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այլ կամ այսպես ասեմ, այս իշխանությունները այլ ճնշման գործիքներ փորձել են կիրառել մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը եւ հիմա էլ, բացի այն, որ վարչական ռեսուրսներ են կիրառում կամ լծակներ են կիրառում։ Իրենք իրենց կարճ խելքով փորձում են այդ իրենց համար է դա ճնշման միջոց, բայց ոչ մեր համար, փորձում են ու արել են քայլեր մեր տեխնացուներից շատերի ընտանիքի անդամներին, բարեկամներին, նույնիսկ ընկերուհիներին ուղղորդում են, որ ինչի է ձեր ընկերուհին գնում այս մարդկանց նախընտրական շտաբ, ինչի է փորձում համագործակցել, այտենց մանրացել են, բայց իրենք չեն հասկացել մինչև հիմա, որ ոչ մի նման քայլ մեզ մեր նպատակից ետ չի կանգնացնելու։ Այսինքն անձնական հարթություն են մտնում եւ այդ ճնշման ձևերը ինչ տեսք ունեն, ոնց են դրսևորվում։ Օրինակ, տեսեք, վերջի մի ամսում Սևակ Խաչատրյանի հարազատներից եւ բարեկամներից ոչ մեկ այլևս աշխատանք չունի ոչ մի պետական ոլորտում։ Եթե մարդիկ կան, որոնք մասնավոր ոլորտում աշխատում են, իրանք խնդիր չունեն, լավ, շարունակում են աշխատել, բայց նրանք, ովքեր որ պետական ոլորտում աշխատում էին, նրանց բոլորին աշխատանքից ազատել են, պատճառաբանելով, որ ձեր բարեկամը ընդդիմադիր տեխնացու է։ Եվ նաև մեր ավականու անդամների հանդեպել են նույն այդ ամեն ինչը արել, նրանց բարեկամներին, նրանց հարազատներին, ովքեր որ կանգնած են մեր կողքը, հորդորում են ազատման դիմում գրել։ Մենք միանշանակ մեր թիմակիցներին խորհուրդ ենք տալիս, որ այդ հորդորին չհետևեն եւ ստանան աշխատանքից ազատման պատճառ։ Ինչ է այդ մարդը ունենալով ընդդիմադիր բարեկամ, դատապարտված է անաշխատունակ մնալուն։ Ի պատասխան դրան մենք բազմիցս ենք ասել եւ հիմա էլ ենք ասում, երբ Արգիշտի Մեխակյանի հորդորով, այսպես ասած, Սևակ Խաչատրյանի քերուկինը ազատվեց մանկապարտեզի տնօրենի պաշտոնից, Սևակ Խաչատրյանը հարցազրույց տվեց եւ ասաց, երբ որ մենք դառնանք այս քաղաքի ղեկավարը, Արգիշտի Մեխակյանի մայրը նույնպես նման պաշտոն է զբաղեցնում եւ ես խոստանում եմ, որ նա շարունակելու է աշխատել այդտեղ։ Ստեղ արդեն խոսում է մարդկանց բարոյական տարբեր ընկալումների եւ աստիճանների մասին, էլի թե ինչպես ենք մենք նայում հակառակ
թիմին եւ ինչպես ենք ընկալում նրանց բազմաթիվ արած վատ քայլերը եւ ինչպես են իրենք ընկալում մեզ, երբ որ մենք մեզ թույլ չենք տվել երբեք մտնենք անձնական դաշտ եւ միանշանակ թույլ չենք տալու։ Իշխանության ճնշումներին իր մրցակիցների նկատմամբ ավելի ուշ կանդրադառնանք։ Ես ուզում եմ խոսել մեկ այլ հարցի մասին։ Արդյոք քաղաքացիական պայմանագիրը միայն մեկ թեկնածուով է հանդես գալիս վաղաշաբաթ համայնքում։ Քաղաքացիական պայմանագիրը տեսնելով, որ ինքը կաղում է, այսպես ասած, չի կարողանում ոչ մի ձև այդ իրենց իբր ճնշում կոչվող քայլերով մեզ տանել սադրանքի, դաշտ նետեցին եւս մի թեկնածուի, որի անունն է Հարություն Մկրտչյան, որպեսզի տենց բազմաթիվ անգամներ ես իր անունը չկրկնեմ, ես իմ մտքի մեջ, այո, Հանրապետության կուսակցության ներկայացուցիչը, եկեք իրեն պայմանական ես հիմա անվանեմ փխրուն եւ բացատրեմ, թե ինչի համար եմ նրան փխրուն ասում։ Ուրեմն փխրունին դաշտ են բերել նրա համար, որ ինքը կարողանա ցանկացած կերպ մեզ տանել սադրանքի։ Այսինքն ինչ սադրանքի մասին է խոսքը։ Նա անընդհատ իր խոսքում տանում է անձնական վիրավորանքների։ Նա ստիպում է հակառակ թիմի ներկայացուցիչներին, որ անձնական վիրավորանքներ տալով, իր կողքով այտենց մի հատ փոքր քամի անցնի եւ փխրունը միանգամից այտենց թուղթ ու գրիչը ձեռքը վազի ոստիկանություն եւ գրի, որ գիտեք ինչ կա, իմ կողքով քամի է անցել եւ ես հիմա այդ քամուց, քանի որ փխրուն եմ, ինձ վատ եմ զգում, խնդրում եմ միջոցներ կիրառեք հակառակ թիմի, չգիտեմ, այս անդամի կամ ղեկավարի հանդեպ։ Հիմա նախադեպ արդեն գրանցվել է։ Չէ, չի էլ կարա գրանցվի, որովհետև փխրունի հանդեպ մենք ունենք առանձնահատուկ ուշադրություն եւ ես ինքս դիմում եմ ունենալով հնարավորություն խնդրում եմ, չգիտեմ, ոստիկանությանը, պարեկային ծառայությանը, անգամ ջրային պարեկներին եմ խնդրում, որ փխրունի հանդեպ ուշադիր լինեն անգամ նրա լողանալու ժամանակ, որպեսզի նա մի կում ավել գոլ ջուր չխմի եւ փորիկը չցավա էլի նրա։ Թող ինքը շատ լավ լինի եւ թող ինքը շարունակի այդ իր, չգիտեմ, անձնական վիրավորանքներ եւ այլն եւ մի բան էլ եմ ուզում ավելացնեմ, սենց փողոցային հասկացության մեջ փորձեմ ինչքան հնարավոր է գրական արտահայտվեմ դրա մասին, կա մի հասկացություն, որ ամեն մարդու հետ չէ, որ հաշվի են նստում, ամեն մարդու խոսքի հետ չէ, որ հաշվի են նստում, որովհետև կան մարդիկ, որոնց խոսքի հետ հաշվի նստելուց հետո ստիպված ես լինելու հաշվի նստել ոստիկանության հետ։ Հիմա փխրունը դասվում է այն մարդկանց շարքին, որոնց խոսքին եթե փորձես ուշադրություն դարձնել անգամ սենց 0.1%-ով, դու դառնալու ես ոստիկանության մշտական հաճախորդը առնվազն։ Դրա համար նորից եմ կրկնում, մենք ուզում ենք, որ փխրունը այս քաղաքում, այս հանրապետությունում, հատկապես քարոզարշավի օրերին լինի ամենալավ եւ ամենաբարվոք պայմաններում։ Իսկ նրան ճանաչում են վաղաշաբաթ համայնքում, ինչպիսին են արձագանքները, ծանոթ եք։ Դե ինձ թվում է այս եթերից հետո նրանք կսկսեն ավելի շատ ճանաչելը, քան թե սրանից առաջ։ Փխրունը երկար ժամանակ ապրել է Մոսկվայում։ Մոսկվայում ապրել է, այնտեղ ինքը միգրացիոն ծառայությունների հետ խնդիր է ունեցել, այնտեղից դեպի Հայաստան են իրեն ուղարկել եւ չի կարողացել ինքը հարցերը, այսպես ասած, Ռուսաստանի հետ լուծել եւ նոր հետ է եկել երկար ժամանակ ինքը Ռուսաստանից հականիկոլ էր խաղում, այսպես ասած, հետո հենց իրեն այնտեղից դեպորտ արեցին Հայաստան, ինքը դարձավ տենց ակտիվ հակառուս ու այսօր մի Փաշինյան։ Հա, այսօր մի գրառում տեսա, որտեղ խելացի միտքեր արտահայտված, ասեցին, եթե փխրունին օրինակ եվրոպական, ասենք, որևիցե երկիր դեպորտ աներ դեպի Հայաստան, ինքը խոսելու էր օրինակ պայմանական Գերմանիայի դեմ, նույն ձև, ոնց որ հիմա խոսում է Ռուսաստանի դեմ։ Պարոն Ավետիսյան, ԿՊ-ն ինչու չպետք է հաղթի վաղաշաբաթում։ Ուրեմն 7 տարի, նախորդ 7 տարիներին քաղաքի կառավարումը Նիկոլ Փաշինյանը եկավ կանգնեց բեմի վրա եւ հանձնեց ԿՊ-ին։ Կարևոր չէ թե ում, դա անում էր ԿՊ-ն։ Դա Նիկոլ Փաշինյանի խոսքերն էին, որ մենք ենք այստեղ որոշում ամեն ինչ եւ իրենց որոշման արդյունքում քաղաքը 7 տարի դարձել էր սենց առուծախի մի վայր, որտեղ սենց
բրոկերական կազմակերպություն, որտեղից մարդիկ, չգիտեմ, հողեր էին գնում, շինթույլտվություններ էին ստանում, արագ-արագ աճուրդներ էին տեղի ունենում, որոնց վրա արդեն իսկ հիմա կան բացված քրեական գործեր, եւ քաղաքում բացի, եթե չեմ սխալվում, նախորդ տարի էր, բերեցին տենց մի քանի գեղեցիկ աղբամաններ եւ աղբատար մեքենաներ, քաղաքը լվացող մեքենաներ կանգնացրեցին, Փաշինյանը եկավ այդ ամենի հետ նկարվեց եւ դրանից հետո քաղաքի բարեկարգմամբ զբաղվող այդ մեքենաները, որ պետք է գործեին քաղաքի համար, կորան, երբ որ վաղ առավոտյան ես գնում եմ աշխատանքի, միշտ տեսնում եմ քաղաքի փողոցները լվանում են մի մեքենա, որը եղել է նաև մինչև 2018 թվականը։ Հիմա թե ուր գնացին այդ մեքենաները, տես մարդիկ իրենց հարց են տալի էլի կողակիցներին, ասում են լավ այդ նկարվելու համար էր։ Ես կարծում եմ, որ հա եւ եթե հետևենք այդ Փաշինյանի շրջայցերին մոտակա ժամանակներում տվյալ հատվածի մասին է խոսքը, վստահ եմ, որ կտեսնենք օրինակ պայմանական օրինակի համար Վեդիում էլ տվյալ մեքենաները ներկայացված են եղել եւ հիմա սպասարկում են օրինակ, չգիտեմ, Աներձակ Հրաչի դաչայի այդ կողքի տարածքները։ Իրենք իրենց քայլերով քաղաքի համար ոչինչ չեն արել։ Իրենք արել են, ասեմ ձեզ, բացառապես անորակ ասֆալտ, անորակ եւ անգրագետ։ Ինչու անգրագետ, որովհետեւ քաղաքապետը երբեք չի համագործակցել մյուս կառույցների ղեկավարների հետ, որոնք սպասարկում են քաղաքը։ Դա կլինի էլեկտրական ցանցերը, կլինի Հայրուզ գազարտը, կլինի Վիոլա ջուրը, փողոցը ասֆալտ են անում։ 15 օր հետո Վիոլա ջուրը գալիս է այդ նոր արած ասֆալտը քանդում է եւ եթե իրեն մի տեղից քանդում է, ինքը սկսում է շարունակաբար վնասվել բնականաբար։ Գալի այդ տեղը քանդում են, քանի որ իրանք արդեն քաղաքապետարանի հետ համաձայնեցված պայմանագիր ունեն եւ սկսում են այդտեղ այդ ջրի խողովակները փոխել։ Այսինքն ձեր նպատակը ո՞րն է, ասֆալտ անել այն վայրում, որտեղ մարդիկ շատ են այտենց քայլում, տեսնեն այդ պահին ասֆալտ է արվում, քաղաքապետարանը իբր աշխատում է, հետո գան քանդեն, դե ոչինչ, քանդեցինք, ասենք էդի Վիոլա ջուրն է, բայց այս քաղաքը ձերն է, դուք կազմակերպեք աշխատանքը, հենց, որ պայմանական, չգիտեմ, Վիոլա ջուրը կլինի, մյուսը կլինի, իր աշխատանքները ամբողջովին կատարի, ձեր գործը անելուց առաջ։ Իրենք այդ ասֆալտն են արել, որ ասեցի, բացի դրանից եւ հրապարակում տեղադրել են մի քանի տենց ստվարաթղթից եկեղեցու բաներ, մակետներ, ուրիշ բան չեմ տեսել քաղաքում։ Եկեղեցու մասին խոսք գնաց, հակաեկեղեցական արշավը ինչպես է ազդել վաղարշապատցիների իշխանության վարկանիշի վրա։ Հակաեկեղեցական արշավը դա ընտրություններից զատ մի այլ շատ մեծ թեմա է Էջմիածնում, որը միանշանակ արտացոլվելու է նաև ընտրությունների արդյունքի վրա, որովհետև մարդիկ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը իր համար թեկնածու է դնում այստեղ վաղարշապատում, որի ընտրվելու դեպքում ինքը ավելի մեծ հնարավորություններ ունի ստանալու, որպեսզի կարողանա եկեղեցու դեմ իր արշավը շարունակական դարձնել։ Հիմա տեսեք ինչու է մի փոքր пассивացել եւ նրանք վեհարանից, այսպես ասած, շեղվել են մի փոքր այլ թեմերի վրա։ Մենք 3 սրբազան ունենք այս պահին կալանավորված, 3 տարբեր թեմերի առաջնորդներ են նրանք, դեռ Նիկոլ Փաշինյանը չի գալիս վեհարանի վրա, որովհետև նրան քաղաքից ինձ թվում է խորհուրդ են տվել, հորդորել են, որ առանց այն էլ իրենց չեղած վարկանիշի վրա ազդելու է ցանկացած քայլ եկեղեցու դեմ, որովհետև անկախ նրանից մարդիկ թե ինչ դիրքորոշում ունեն այս քահանայի, այն սրբազանի հանդեպ, դրանք կարող են տարբեր լինել եւ անձնական լինել, բայց երբ խոսքը գնում է, երբ պետք է քայլ անել եկեղեցու դեմ, էջմիածնեցիները մի փոքր ավելի, ասենց ասեմ, զգայուն են այդ հարցում, էլի, որովհետեւ իրենք ծնվել, մեծացել են այդ եկեղեցու շարունակական զանգերի ղողանջի տակ եւ ոչ մեկ չի կարող իրենց ապացուցել, որ դա արվում է ոչ թե եկեղեցու հանդեպ, այլ ինչ որ X անձի հանդեպ։ Ոչ, բոլորս էլ հասկանում ենք, որ նպատակը ընդհանուր եկեղեցու դիրքերը թույլատնելը։ Մեր
պետության կարևորագույն հիմքերից մեկը դա եկեղեցին է եւ պետությունը քանդելու համար Փաշինյանը մի քանի քայլ արել է արդեն, չգիտեմ, սահմանադրական դատարանն է զավթել, ազգային ժողովում բացառապես իր ուսապարկերն են։ Հիմա հերթը հասել է նաև եկեղեցուն։ Եթե ինքը կարողանա հասնել է դրան, մարդիկ հասկանում են, որ հաշվեք, որ Հայաստանի Հանրապետություն այլևս գոյություն չունի եւ վաղար շաբաթում տեղի ունենալիք ընտրությունները շատ կարեւոր են նաև այդ առումով, որ իրեն ընդդիմադիր համարող ցանկացած անձ նա, չգիտեմ, ապրում է Սյունիքի մարզում կամ չգիտեմ, Տավուշի մարզում, ինքը պետք է հասկանա, որ եթե ունի մեկ մարդ էջմիածնում, ում կարող է հորդորել, որ ինքը ընտրության գնա եւ ձայն տա, ինքը պետք է հորդորի, որ այդ ձայնը գնա բացառապես ընդդիմադիր ուժի եւ ոչ թե ընդդիմադիր ուժի, որ հայտնվել է այս ընտրությունների արդյունքում, այլ ընդդիմադիր ուժի, ով ընդդիմադիր անցյալ ունի նաեւ իր քայլերը խոսում են նրա մասին, որ իրեն Փաշինյանի հետ ոչինչ կապել չի կարող։ Այս առումով եթե Փաշինյանը իր թիմակիցների հետ պարտվի էջմիածնում, միանշանակ շատ բարդանալու է նրա գործը այդ եկեղեցու դեմ արշավում։ Իսկ եթե Աստված մի արասցե, չնայած ոչ մի նախադրյալ խոսացինք, որ չկա դրա մասին, Աստված մի արասցե, եթե հանկարծ ՔՊ-ի տեխնացուն կարողացավ քաղաքի կառավարումը ստանձնել, ես վստահ եմ, որ անգամ հաջորդ առավոտ Փաշինյանը այդ աղանդավորական խմբերին իր հետևից գցած գալու է եւ տենց հերթական շոուն է իրականացնելու Վեհարանի բակում մեր էջմիածնի հատկապես եւ ինչի էջմիածնի բոլոր հայերիս պարտքն է, որպիսի մեր քայլերով թույլ չտանք, որ այդ ամենը կայանա եւ հիմա ռեալ այդ քայլի հնարավորությունը կա եւ այդ քայլերը նոյեմբերի 16-ին կայանալիք ընտրություններն են։ Քաղաքացիական պայմանագիրը իդեմս Նիկոլ Փաշինյանի քրեական հոդվածներով փորձում է լիկվիդացնել, մեկուսացնել իր քաղաքական օպոնենտներին։ Գյումրի ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, երեկ արդեն Մասիսի ընտրված համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, որին դատապարտեցին 6 տարի ազատազրկման, չեք վախենում, որ նույն սցենարը կարող է նաև գործարկվել ձեր տեխնացուի պարագայում եւ մյուս օպոնենտներին դիմադիր։ Ըստ մեր ունեցած աղբյուրների իրենք երկար փորփրելով մեր տեխնացուի վրա ոչինչ չկարողանալով գտնելով փորձում էին տանեին այդ սադրանքի ճանապարհով, որը միանշանակ նորից տապալվեց։ Հիմա օրեր առաջ քաղաքացիական պայմանագիրը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Արգիշտի Մեխակյանին հրավիրեց իրեն պատկանող հայկական ժամանակ թերթ, որպիսի փորձեն ինչ-որ մի բան այդ հարցազրույցը մոտ 30 րոպե տևեց, եթե Սևակ Խաչատրյան անուն ազգանունը կտրում հանում ենք այդ հարցազրույցից, մնում է միայն վարողի եւ արգիշտի իրար ողջունելու պահ, այսինքն անընդհատ կրկնվում էր բացառապես Սևակ Խաչատրյանի անուն ազգանունը եւ այդ հարցազրույցում ՔՊ-ի տեխնացուն մի շատ կարեւոր միտք ասեց, որը ինձ թվում է իրենց անձնական զրույցները ինքը բարձրաձայնեց, ասեց խոսվեց նոյեմբերի 9-ի կառավարության եւ ազգային ժողովի շենքեր մտնելու մասին եւ ասեց, որ Սևակ Խաչատրյանը կանգնած լուր հետևում էր, թե ինչպես են կառավարության շենք մտնում մարդիկ, այսինքն փորձել են փնտրել իրենք շատ երկար ուսումնասիրելով այդ ամեն ինչը, որ որևէ քրեական գործ հարուցեն մեր տեխնացուի դեմ եւ կարողացել են գտնել ընդամենը նա, որ նա կանգնած հետևել է։ Ոչ մի բան չի արել, դա ես ասում եմ դա իրենց տեխնացուի ասած բառերը։ Բայց նաեւ չենք բացառում, այո, որ կարող է հասկանալով, որ շարունակաբար իրենց դիրքերը փոխանակ ինչ-որ մի չնչին տոկոս անգամ բարձրանա, իջնում է, նրանք գնան, ասենք, ստոր քայլերի, որոնց ընդունակ են, իրենք լրիվ բոլոր նախադրյալները ունեն, որ մեր տեխնացուին կամ մեր թիմի անդամներից որևէ մեկին փորձեն տանեն, չգիտեմ, ոստիկանությունում պահեն 1, 2, 3 օր կամ մի փոքր ավել,
մենք դրանից չենք վախենում ընդհանրապես, թե, չգիտեմ, ես, թե մեր թիմի բոլոր անդամները Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ ունեք պլան B նման իրողության պայմաններում։ Մենք տարբեր պլաններ ունենք, որի մասին իհարկե չեմ բարձրաձայնի այս պահին, բայց մեր հանգստությունը խոսում է դրա մասին, որ ընդհանրապես մենք խնդիր չենք տեսնում։ Ցանկացած ստորություն թող անեն։ Մենք չենք մտնելու երբեք այդ դաշտ, մենք երբեք չենք թույլ տալու մեզ մտնել որևէ մեկի անձնական տիրույթ, դա կարմիր գիծ է մեր համար, եւ եթե հանկարծ ու հանկարծ, չգիտեմ, մեր հետ փոխկապակցված անգամ որևէ անձ նման քայլ անի, միանշանակ առաջինը մենք ենք նրան հորդորելու եւ պարտադրելու, որպիսի երկրորդ անգամ նման քայլ չկրկնվի։ Իրենք կարող են շարունակել այդ իրենց ոճով առաջ գնալ, մենք տանելու ենք մեր քարոզարշավը, մենք լինելու ենք բոլոր բակերում, մեր խնդիրը այս պահին, ասում եմ, առաջնային հասկանալ մարդկանց խնդիրները եւ գտնել միասին նրանց հետ խորհրդակցելով դրանց լուծման ճանապարհները։ Պարոն Ավետիսյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, այսօրվա մեր հյուրն էր Վաղաշապատ համայնքի ավականու ընտրություններին մասնակցող Հաղթանակ դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Հրանտ Ավետիսյանը։ Դուք դիտում եք հարցազրույցը, հաջողություն։